Բարեզես, Վարդան Վարդանյան։ Այսօր խոսամ այս մեծ ամերիկյան բյուջետի հետ կապված կռիվների կոնգրեսի եւ Սպիտակ տան միջև եւ դեմոկրատ ռեփուբլիկաններ եւ դրա հետևանքով ինչու պետական հիմնարկները փակվեցին եւ աշխատողներին ուրեմն furlough են ասում, այսինքն գործից ազատում են ձևական դա բառը, որը նշանակում է դու չես վճարվելու։ Գնում ես տուն, եթե հետո փող լինի, քեզ նորից հետ կբերենք։ Դա շատ ֆորմալ process է, բոլոր նրանք, որոնք պետք է չաշխատեն, ստանում են կադրերի բաժնից, այսպես ասած, personal office-ից հատուկ նամակ, որ ասում է, որ դու չես վճարվելու անհայտ ժամանակով, մինչև որ կոնգրեսը նորից ֆինանսավորի կառավարությունը եւ իրավունք չունես աշխատանք կատարելու, քեզ քո սուպերվայզերը չպետք է կանչի եւ այլ, այսպես դու պետք է գնաս տուն։ Այդ ճիշտ ծավալ պետք է փակվի եւ այլ։ Հիմա մի երկու բառ սրա մասին, թե սա իրապես համարյա ամեն տարի է լինում, բայց իրականում այդպես չի, տենց թվում է եւ ընդհանրապես շատ ծանր էֆեկտ ունի որոշ սեկտորների վրա տնտեսության։ Այսօրվա, ասենք 2025 թվականի ուրեմն shutdown են ասում, այսինքն փակումը, կախված է էլի ինչպես միշտ անհամաձայնությունների հետ, ծախսերի հետ կապված, այսինքն մի կողմը դեմոկրատները ասում են պետք է ծախսենք այս նպատակների համար, ռեփուբլիկանները դրա հետ համաձայն չեն, քանի որ համաձայն չեն կամ ընդհանրապես Սպիտակ տունը պրեզիդենտն էլ մի կողմի հետ է, երկուսակցության հետ է եւ չի ստորագրում առանց պրեզիդենտի ստորագրության օրենքը չի կայանալու, ինչեւ որ 2/3-ը չկարողանա հաղթահարել պրեզիդենտական վիտոն, որը շատ հազվադեպ է լինում, իսկ մեծամասնություն ոչ մի կողմը չի ունենում ընդհանրապես կոնգրեսում, կոնգրես ասելով այս րոպեին հասկանում ենք եւ ներկայացուցիչների պալատը, House of Representatives եւ Սենատը։ Դեպաբար դա հաճախ չի լինում, որ պրեզիդենտ վետոն կարողանաս հաղթահարել։ Տվյալ դեպքում Թրամփը մեծամասնություն ունի եւ ներկայացուցիչների պալատում եւ Սենատում, դա իր համար խնդիր չի, բայց այնքան չի, որ կարողանան օրենք անցկացնեն բյուջետի ռեփուբլիկանները եւ ուղարկեն Թրամփին։ Այստեղ պետք է որ դեմոկրատները որոշտեղ համաձայնվեն։ Քանի որ, այսպես ասած, ոտ դրել են եւ ասում են չենք համաձայնվելու, ուրեմն բյուջետ չի կայացել։ Եթե բյուջետի օրենքը չկա, նշանակում է չես կարող ծախսել։ Փիլիսոփայությունն է, որ երկրի, այսպես են ասում, purse-ը, դրամապանակը, հա, կոպիտ ասած կամ քսակը, գտնվում է ժողովրդի ձեռքին, այսինքն կոնգրեսի ձեռքին, իրենց ներկայացուցիչների ձեռքով, ոչ թե պրեզիդենտի։ Հետևաբար պիտի կոնգրեսը հատկացնի դրամը, որը պրեզիդենտը իր գործադիր իշխանության միջոցով պիտի ծախսի։ Եթե նա փող չի տվել, դու չես կարող ծախսել։ Վերջ։ Այստեղ ամեն ինչ վերջանում։ Բայց ամբողջը դրա մասին է։ Տվյալ դեպքում բյուջետային տարին, գիտեք, ուրեմն հոկտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը չկարողացա մինչև այդ հասանք հոկտեմբերի 1։ Եղավ հոկտեմբերի 1-ին չկա բյուջետ, բոլորին ասեցին, որ ուրեմն չեք գալիս գործի։ Դա ես կբացատրեմ բոլորը ինչ է նշանակում։ Նախասենք, որ ընդհանուր հաշվով 3 միլիոն պետական աշխատող կա, դրա մեջ ամեն ինչ է մտնում։ Տվյալ դեպքում մոտ 800,000 մարդ գործի չի գնում։ Մի 700,000 գնում է գործի, բայց չգնացողների նման չի վճարվում, պարզապես գնում է գործի։ Սա ինչով ում մասին ենք խոսում, նրանք որ համարվում են essential workers, այսինքն իրենք ունեն շատ կարևոր, այսպես ասած, դեր իրենց աշխատանքի բնույթի մեջ, այսինքն բնույթով, ովքեր են սրանք։ Նու այդ դրանց մեջ մտնում են բանակը բնականաբար, բայց դա այս 800,000-ի մեջ չի մտնում։ Եթե դա գումարենք, այդ թիվը կներ շատ ավելի մեծ։ Նրանք աշխատում են, բանակը ողջ զինվորականները գնում են, չեն վճարվում, բայց նաև աշխատում են բոլոր օրինապահ արմինները, ֆեդերալ իմաստով ասում, չեմ խոսում ոստիկանությունը, օրինակ Լոս Անջելեսում կամ ինչ, դրանք ֆեդերալ չեն, բարձր։ Հետախուզական ծառայությունները անհրաժեշտ գործերի վրա նստած մանանք, որոնց կապ ունի երկրի ապահովության եւ մարդկանց ապահովության եւ ունեցվածքի ապահովության հետ կապված աշխատանքների մասին է խոսքը։ Բացի դրանից նաև ամեն մի բաժնում, կոպիտ ասած, մի հատ ադմինիստրատիվ մեքենան են պահում ամեն բնույթի, որպեսզի լրիվ չքանդվի այդ ամբողջ համակարգը, թե չի կարողանա գոյատևի։ Հիմնականում այդ essential կոչվածները դա management-ն է, երկրորդ, երրորդ level-ի մարդիկն են աշխարհի, որոնք համարվում են, որ պետք է ներկա լինեն եւ այդ ժամանակ ընդհանրապես օֆիսները դատարկ են լինում։ Ես այդպիսով անցել եմ մի քանի անգամ իմ, ասենք, կարիերայի ընթացքում, շատ կապված թե դու որտեղ ես կանգնած քո կյանքում, շատ կարող է
թեթևանցնի կամ շատ ծանր լինի այդ հարցը։ Ինչի մասին եմ խոսում, օրինակի համար, քանի որ ընդհանրապես գնում են, եթե դու օրինակի լավ զինվորական ձևով ասեմ, դու բարձր պաշտոն կոչում չունես, հետևաբար մեծ փոխանց չունես, դրամական ֆինանսական ռեզերվներ շատ չունես։ Դու ամիս ես ստանում եւ համարյա մեծ մասը ծախսվում է քո ամսվա ծախսերը հոգալու համար։ Հետևաբար քեզ համար երբ որ դու գնաս գործի եւ չվճարվես, կամ նույնիսկ եթե տունը նստես եւ չվճարվես, դա կարող է ավելի դուրս բան անշանակում, քան թե նրանց համար, որոնք կարող են ասենք թե մի քանի օր տուն նստեն, դա չենք վճարում, չենք վճարում։ Ուրիշ բան կա այստեղ իհարկե, ընդհանրապես տարիների ընթացքում փորձառությունը ինչ էր ցույց տալիս, որ այո, չէին վճարվում, հետո համաձայնության գալիս էին ի վերջո, մի կողմը տեղի էր տալիս, ինչ որ կոմպրոմիսի էին գալիս, եւ բյուջետ էին անցկացնում։ Այդ բյուջետը անցկացնում էին այնպես չէր լինում, ասենք թե եթե 10 օր չեն աշխատել, չեն ասում որ այդ 10 օր չեն աշխատել, դա մոռացեք, սկսենք 11-րդ օրից սկսենք վճարել։ Այդպես չէին անում, դա մի քիչ տմարտություն կլներ, ասում էին որ օքեյ, վճարում ենք քեզ բոլոր օրերի համար։ Ներառյալ են որ դու չես աշխատել, իբրև թե գործից դուրս ես եղել, ես furlough են անել, դա տանու եմ բառն եմ ասում։ Բայց ինչ էր դրա էֆեկտը։ Մինչ կոնգրեսում իրար հետ ինչ որ գզվրտվում են այսպես, այդ պետական աշխատողները տվյալ դեպքում, այսօրվա դեպքում 800,000 մարդ չի գնում գործի, բայց այն բանո սպասումը, որ հետո երբ որ բյուջետը անցնի ինքը կվճարվի դրա համար։ Դուրս եկավ, ինքը ստացավ վճարված արձակուրդ։ Դրանց տվեցին, ասենք, օր ենթադրենք, թե սա տևելու է 15-20 օր։ Մի անգամ 31 օր տևեց, օրինակի համար, մի քանի տարի առաջ, այսի բան եղավ։ Ուրեմն այդ մարդիկ տուն նստեցին, հետո այդ փողը ստացան, փաստորեն։ Երջանկություն, ինչ է զում, դրանից ավելի լավ բան։ Փողոցներում չկային այդ պրոբկա կոչված խցանումները։ Ես ինչ գիտեմ, շատ հանգիստ էր, ամեն ինչ օդը մաքուր էր, մարդիկ իրենց տնային բոլոր խնդիրները, հարցերը կարողացան լուծել, երեխաների հետ կապված կամ ինչ որ եթե խնդիրներ կար գնալ ինչ որ տեղեր հարցեր լուծելու, հիշենք որ երբ որ ասում ենք սա ֆեդերալ գավերնմենթի մասն ենք խոսում նորից նահանգային բոլոր գրասենյակները աշխատում են եթե պետք ունես նրանց հետ ինչ որ բաներ անել տեղական քաղաքային եւ այլն քաղաքային քաղաքապետարան աշխատում է սա խոսքը պետական ֆեդերալ գավերնմենթի մասն է so այդ հետեւաբար կոնգրեսմենների վրա պետական աշխատողներից շատ ինչ որ ճշում չկար որ շուտ մի բան արա ես տուն նստած չեմ վճարվում դա բոլորը գիտեն որ լավ օքեյ մի քիչ դիմանամ հետո վերջը վճարելու են, փողը հետա գալու, նա չի որ չեմ վճարվելու։ Պեսի հոյակապ բան է։ Իսկ այն կողմը, որը ավելի շատ էր այսպես բան արել, ի վերջո պետք է համաձայնվեց, չկա ինչքան կարող են շարունակել։ Ամենաշատը ով էր վճարվում։ Իբան ասեմ, որ պետական բոլոր կոնտրակտորները, իսկ հիմա դուք գիտեք այդ outsourcing բառը կա, չէ՞ որ շատ աշխատանքներ պետական աշխատողները չեն կատարում, այլ կատարում են կոնտրակտորները, ինչ որ մի, ասենք, մեծ corporation-ի կոնտրակտը տրված, որ ասենք, այս ինչ մասը աշխատանքի, որ կատարվում է այդ հիմնարկում, իրանք են կատարում, սկսած IT բնագավառից, վերջացրած անալիտիկայով, հետախուզական հարցեր լուծելով, հազար ու ուրիշ բաներ կան, հա, այնտեղ ամեն տեսակի սորտի պետական հիմնարկներում դες կոնտրակտներ կան, բայց քանի որ իրանց կոնտրակտը արդեն նախորդ կոնգրեսի կողմից ֆինանսավորված էր եւ վճարված են ժամկետներով, ասենք ամեն քառորդով եւ այլն, ինչ որ կոնտրակտը պահանջում է, իրան գալիս են աշխատանքի։ Ուրեմն աշխատանքի տեղերում լինում են ուրեմն այդ կոնտրակտորները, բայց նաեւ այսպես կոչված essential այդ անհրաժեշտ աշխատողները essential workers նրանք պետք է գային նրանք գալիս են so այսպես բանկար որ մարդիկ ուզում են շատ չդառնան essential որ տուն նստեն ոչ թե կան գործի հիմա երկար պատմությունը էս սեն ուզում եմ ասեմ որ շատ incentive չկար որ կոնգրեսը շուտ մի բան աներ այսինքն այդ աշխատողները շնչում չէին դնում իսկ այն բիզնեսները ոչ թե կոնտրակտորները այլ այն բիզնեսները որոնք սնվում էին պետական աշխատողների աշխատանքի գնալու միջոցով կամ հետ կապված գործունեությամբ նրանք դժվում են օրինակ եթե դու գնում ես աշխատանքի դու երևի առավոտյան կամ կեսօրին
դուրս ես գալիս մի բան ես ուտում, ինչ որ մի հատ սուրճ ես առնում, չգիտեմ ինչ ես անում առավոտյան, ժամը 3-ին 4-ին արդեն գլուխ չի աշխատում, մի հատ գնանք սուրճ առնեմ, խմեմ եւ այլ, այս բոլոր բաների հետ կապված տրանսպորտը, ավտոբուսային ցանցերը, մետրոները, նույնիսկ մետրո համակարգը քաղաքային է, չէ՞, ասենք թե կամ շրջանային է։ 800,000 մարդ մետրո չի նստում։ Այդքան գումարը պակասելու է։ Այդքան մարդ չի գնալու կեսօրին ճաշ ուտելու, ինչ որ մի բան անելու, այդքան մարդ չի գնալու ինչ որ վարելանույթ առնի, որ գնա գործի, ասեմ, մեքենա չի քշելու, պարքինգները այդ որտեղ ավտոն կայացնում է, կայարանները չեն դրամ աշխատելու, որտեղ դու գործի չես քշել քո մեքենայով գնացել եւ այլ։ Դրանք դժում են, դրանց ոչ մի խոսք չկա, իրենց ոչ մեկը կոնգրես ոչ մեկ փող չի բերելու հետ վերադարձնի, ասի որ դու դժվեցիր, այդ բարձ է։ Ով չդժվեց, այնտեղ կոնգրեսն իրար մեջ կռիվ արեցին պրեզիդենտի հետ եւ այլն, White House-ի հետ, ու աշխատողները գնացին տուն։ Հիմա սա ես պատմում թե ինչ է լինում, տարիներ շարունակ այս նույն համակարգն էր աշխատում։ Այս անգամ ինչով տարբերվեց։ Թրամփը վեր կացավ, ասաց, գիտես ինչ, այն հիշում եք, որ ես բոլորից գործից հանում էի, կառավարությունը պակասեցնում էի հազարներով, չգիտեմ ինչ, որովհետև Իլոն Մասկին նշանակել էր, որ այդ պիտի կա մարդկանց դոջ կար, չէ՞, կրճատեր կառավարությունը եւ այլն։ Ես շարունակել եմ այդ գործը։ Այս մարդիկ արդեն գործի չեն գալիս, շատ հեշտությամբ իրենց փոխանակ կադրերի բաժնի այդ նամակը, որ ասում է դու գործից հիմա ֆրլո ես եղել, պարզապես իրենց կասեմ, որ thank you very much, չեք գալու գործի ու վերջ։ Ուրիշ խոսքով, Սպիտակ տունը շանտաժ արեց դեմոկրատներին կոնգրեսում, որ ամեն տարվա պես չի լինելու ծրի արձակուրդ գնան եւ պաստորեն վճարվելով այս անգամ ես մարդկանց գործից կհանեմ եւ թող հիմա իրանց նստա բախեցած նստեն իրենց տներում եւ սեն քո վրա ճնշում գործածել որ ես ինչ է անում եմ հաղորդակցպես գործից կհանի ես արդեն այս ադմինիստրացիան ոնց որ ոչ մի բանի հաշվի չի առնում խենթանոց լինի բոլորին գործից անում է կրճատում է մենք չենք ուզում գործ գործենք ուրեմն եկեք համաձայնության այս շանտաժը արդեն երրորդ օրն է, ասենք, դեռևս չի աշխատել դեմոկրատների վրա։ Ասում են, լավ սպասենք, տեսնենք, ուրեմն չենք համաձայնություն։ Ինչի վրա են հիմնականում կռվում։ Այս մատ ասեմ անցնենք առաջ, նախ այդ խնդիրն է, ինչ որ միշտ լինում է, ինչպես ասեցի, ծրագրերի մասին։ Տվյալ դեպքում Թրամփի կողմը եկավ, ասաց, որ պետք է medical, ուրեմն բժշկական ծառայությունների կամ բժշկական ապահովագրության օգնությունը, որ տրվում էր եւ պահանջ կար Օբամայի ծրագիրն Obamacare-ն ասում դրան, որ պիտի բոլորը ապահովագրված լինեն, պարտավոր ես առնես, ինչպես մեքենայի ապահովագրություն պարտավոր ես ունենաս, նույնը պետք է ունենաս բժշկական ապահովագրություն։ Եթե չունես դրամ, մենք քեզ ինչ որտեղ կօգնենք, որպեսզի դու մինիմում գոնե ինչ որ մի բան ունենաս, փողոց չմնաս։ Եվ սա դարձավ օրենք։ Չգիտես ինչի Թրամփն եկավ ասաց, որ չէ, սա չեմ ուզում որ լինի, չպետք է ծախսը լինի եւ ամենահետաքրքիրն չէ որ ստեղից օգտվողներից շատերը մեծ ամասություն չասելու համար իրեն սպորտ անող ես ասենք թե մարդիկ են, հա, որոնք անպայման չի որ հարուստ են ռեդնեկը կոչված է ամբողջ հարավի այդ աղքատ կամ ոչ շատ հարուստ ասենք ունեցված մարդիկ դրանից օգտվեցին իրենք շատ ուրախ են Նրանց հետաքրքիր է միշտ ռեփաբլիկանները բողոքում են դեմոկրատների տարբեր սոցիալական ծրագրերից սկսած նաև այդ social security կոչվածից տարիներով իրանք դեմ էին մինչև որ Ռուզվելտը անցկացրեց հետո ամենաառաջին իրանք են օգտվում բայց չեն ուզում ասեն որ այդպես է նույնը կատարվեց Medicare-ի հետ իրանք են օգտվում հիմա էլ Obamacare կոչվածի դեմ խոսում մի խոսքով Թրամփը դրան դեմ խոսած եւ այդ մի մեծ խնդրահարույց բաներից մեկն է, որի պատճառով այս բյուջետի վրա չեն կարողանում համաձայնել, մյուսը այն է, որ տարբեր երկրների ամերիկան օգնություններ տալիս, այդտեղ էլ էսել պիտի կտրենք, յանել պիտի կտրենք, գիտեք USAID-ին թարապես փակեցին, շատ ծրագրեր փակեցին, բայց դեռ լրիվ չեն փակել, այստեղ անհամաձայնություն կա, թե ինչ կարելի է կտրել, ինչ չէ, մի խոսքով մի այսպիսի էական չի իրականում, ինչի մասն ենք շատ կռվում, բայց սա երևույթի մասն եմ խոսում։ Եվ այս Թրամփի sense ձիով շախմատի, հա, այսպեսի մի հատ քայլ է, որ եթե շուտ չհամաձայնվեք, ես սրանց գործից կհանեմ, հետո դուք կիմանաք, որ վատ կլինի։ Իհարկե սա երկկողմանի սուր է, որովհետև
Այո, դու կարող ես մեղադրես դեմոկրատներին ինչ չհամաձայնվեցիր Տրամփը մեզ հանեց, բայց նույն հաջողությամբ կարող ես մեղադրես ռեփաբլիկաններին, որ բռնեցիք այդ մարդկանց գործիցանեցիք։ Դուք եկեք այսօր իշխանության վրա, դուք եք չեն դեռ նստած կառավարության մեջ։ Պարզապես Տրամփը միշտ իրան ասում է գժի տեղ դրած վանքի հավերն է գողանում, այդ բանը ասում է։ Դրամա դեմոկրատները դրամար չեն այսքան վախեցած փախնում սրանից, հա, եւ ընդհանրապես ստատիստիկան ցույց է տալիս, որ այն կուսակցությունը, որը ոնց ասում, հրահրում է այս փակվելը պետական ֆինանսների շատդաուն, ի վերջո ինքը չի շահում մարդկանց պատկերացման մեջ հասկանում է, որ դու ինչ արեցիր։ Հիմա դու նույնիսկ եթե չես պետական աշխատող, դու հասկանում ես, որ այդ մարդկանց դու վճարում ես քո թուրքերի միջոցով։ Ինչ ես այդ մարդկանց արձակուրդն նվիրում։ Ես որ գնում եմ գործարում աշխատում եմ, ինձ մեկը տալիս է, ասում գնա մի ամիս նստի տուն կամ 10 օր կամ 5 օր կապ չունի։ Եվ չի վճարում։ Այդ արդեն տպավորություն կա, որ պետական աշխատողները իբրև շատ են վճարվում, որը ճիշտ չի, որ քան private sector-ում, հա, մասնավոր սեկտորում, կամ թե իրանք բոլորը թամբալներ են գործ չեն անում եւ այլն, էլի որ ճիշտ չի։ Ամենտեղ տամբալ կա by the way։ Բայց այդ տպավորության վրա դու համար գումարում ես, որ այդ մարդկանց խախտվում է մեր ամբողջ համակարգը, մեր բիզնեսները, մեր ծառայությունները, իբրև ինչ։ Չնայած դրան, այդ գայթակղությունը կա այն կուսակցության մոտ, որ կարծում է, որ կարող է մյուսին պարտադրի, որ իր ուզածը անեն, որ թե չէ այդ կառավարությունը կփակվի։ Եվ դուք սա ամբողջը քաղաքական հաշվարկի վրա է նստած, ով ոնց կանցկացնի եւ ում կհավատան ավելի։ Պարզ այդքան բան։ Մի խոսքով այսօրվա դրությամբ, ինչպես ասացի, մոտ 700,000 մարդ առանց վճարելու աշխատում, վախով որ կարող է Թրամփը իրաց գործից անի, մի 800,000 գրած հանգստին, այսպես ասած։ Դա էլի եմ ասում, չհաշված ամբողջ ռազմական ուժը։ Դրանց գումարեին շատ ավելի կներ, միլիոնից ավելի մարդ կա մենակատեղ։ Իսկ ընդհանուր 3 միլիոն մարդի մասին ենք խոսում, այդ էլ այդպես։ Տեսնենք, քանի օր կտևի։ Ոնց որ ասացի, սա նոր է սկսվել, այս 3-րդ օրն ենք, 4-րդ, 5-րդ, 6-րդ, մինչև այս ճնշումը սկսի մեծանալ։ Նորից հասկանանք, որ քրիտիկական բաների հարցերի մեջ սա բան չի, շատ մեծ հսկայական տարբերություն չի անում երկրի ապահովության իմաստով, քանի որ մարդիկ, որոնք կապված են ապահովության հետ, ամենաուղղակի ձևով, ոչ թե որպես support system, հա, ոչ թե որոնք օգնում են այդ մարդկանց գործ իրականացնելու, ասենք, կադրերի բաժինով խոսքի, ասենք, կամ չգիտեմ, logistics-ի մասը կամ ինչ-որ մեկը այլն, ինչ-որ դրանք, հա, չկան մեծ մասամբ, իրենց ասեցի, մի օր, երկու ուղուց բացի մնացածին ասում են տունը նստի։ Սա այսօրվա վերվիճակը։ Տեսնենք մի քանի օրից ինչպես կընթանա եւ ուր կհասնենք, բայց սա էլ Ամերիկայի այսպես ասած, յուրօրինակ հատկություններից կամ մեկն է, որ այսպիսի կռիվներ են լինում, այսպիսի հետևանքներով։ Մարդիկ մեկ-մեկ նայում են, ասում են, ինչ է կատարվում այս երկրում, չես հասկանում։ Մի հատ բան չեն կարողանում անել, մի հատ գործ ունի անելու կոնգրեսը, դա բյուջետ հաստատելն է, ամենաառաջի կարևոր բաներից մեկը դա է, հա, ասենք թե օրենքներ գրելուց բացի, բայց ամենակոնկրետ եւ ռեալ եւ անմիջապես մարդկանց վրա ազդող բանը դա փողի հարցն է, մի հատ բյուջետ հատկացնես, փող տաս, որ այդ կառավարությունը աշխատի, ու էլի չեն կարողանում այդ մի գործը անել։ Բայց սա էլ Ամերիկան է իր բոլոր երևույթներով, իր լավ կողմերով, իր վատ կողմերով, բայց somehow ինչ-որ հրաշքով աշխարհի ամենափզոր երկիրն է։ Արեք հասկացեք, ոնց է լինում սա։ Այսօր էս կանա Վարդան Վարդանյան TV Talks։